շատ չէ մեզ հնչում է այդ հարցը, օրինակ կառավարությունը ինչ է անում, գործարաններ բացում է թե ոչ, կառավարությունը գործարաններ չի բացում եւ կառավարությունը գործարան չպետք է բացի, բայց կառավարությունը պետք է գործիքակազմ ներդնի, որի արդյունքում գործարանները կբացվեն։ Սա այդ տիպիկ օրինակն է, այսինքն դու համապատասխան միջավայր ես ստեղծում եւ գործարանը ինքը ինքնաբերաբար կբացվի։ Եթե դու այդ միջավայրը չես ստեղծում, բնականաբար գործարանը չի բացվի, հակառակը։ Մի հատ էլ տեղից եղած գործարանների եղած չեղածնել որպես մետաղական հումք կբարձեն տարբեր տեսակի մեքենաներ եւ կարտահանեն այլ երկրներ, ինչպես մեր երկրում ցավոք սրտի տասնամյակներ շարունակ տեղի ունեցել, ու մենք այսօր արձանագրում ենք, որ որոշ երկրներ մեր երկրից արտահանած մեքենա սարքավորումներով նույնիսկ կարողացել են ոլորտներ ըստ էության ձևավորել եւ զարգացնել։ Ես հատուկ բյուջեի տողերի մասին շատ մեծ բանով չեմ նշում, որտեղ մենք դրա մասին խոսել ենք, որովհետեւ էկոնոմիկայի նախարարության գործառույթը իմ կարծիքով հենց այդ քաղաքականությունների մշակումն է, այսինքն այդպես էլ կա, որոնք որ պետք է միջավայր ստեղծեն տնտեսական զարգացման համար եւ մեր քաղաքականությունները միտված են արտադրողականության խթանմանը։ Ես ուղղակի ուզում եմ հպարտությամբ ասել, որ անցած տարի մեր արտադրողականությունը ավելացել է ուղիղ այնքան, ինչքան ավելացել է 2012-17 թվականներին, այսինքն դա մոտավորապես $1 շրջակայքում է դա, ու սա այն պարագայում, որ դոլարը ընդհակառակը նախորդ տարվա ընթացքում ավելի, այսպես ասած, ուժեղացել էր, ոչ թե թուլացել էր, այսինքն եթե անգամ այդ գործոնը հաշվի առնենք, ինքը բացական ազդեցություն է ունեցել, բայց մենք արտադրողականությունը մեր մոտ աճ է արձանագրել։